Բայց զոնցիկա պայ։ Հա, անձրև է։ Հա, դրա համար մտել եմ զոնտիկի տակ։ Վաղուց էս ֆորմատով էի դուշ եմ եկե, խանութ էի գնում, ասին երկու բառ ձեր հետ խոսեմ, սիրելի հետևորդ եւ հանդիսատես, բարև ձեզ։ Գրանցվեք ալիքիս, լայք դրեք, հենց հիմա կարանք, տույ, ապրես, հա։ Հա, եւ իհարկե տարածեք նյութը, հնարավորին չափ շատ, եւ կոմենտներ գրեք, եթե ձեզ դուր է գալիս իմ, այսպես ասած, գործնեությունը, չասեմ աշխատանքը, որտեղ սա դե խալտուր է, պարզային, հա։ Սա փողոցը անցնեմ, հա։ Մի քիչ հայավարի անցա, էլի, այնտեղ չանցա, որտեղ կարելի էր անցնել։ Հա, նոր տարուց հետո դուրս չեմ եկել եթեր, ասի դուրս գամ, ուրախացնեմ հանդիսատեսիս, որ շուտով արդեն անոնսը կլինի նոր ներկայացումների, շատ լավ ջազ, այսպես ստենդափ ենք պատրաստել ընկերներից հետ կլինի, դա էլ կասեմ, հետո կսկսեն ներկայացումները եւ իհարկե հունիսին Հայաստանում մի 3 ամիս էլ այնտեղ կխաղամ, այսինքն իմ հայաստանյան հանդիսատեսը իրեն կողոպտված չի զգա նախային։ Հիմա խոսենք մեր գործերից։ Մեր գործերից, այսինքն մեր խնդիրներից։ Դե գիտեք, Վենեսուելայի նախագահին գողացան, հա։ Ամերիկացիները, ես իհարկե ոչ մի կարծիք չունեմ այդ թեմայով, թեպետ բոլորը խոսում են, ուղղակի վախենում եմ կարծիք հայտնեմ, որովհետև խելքս այս բաների չի ասում, ուղղակի մի բան գիտեմ, որը որ կարծում եմ դրա համար պետք չի լինել քաղաքագետ, գիտնական եւ գիտությունների թեկնածու, անգամ լրագրող պետք չի լինել, թեպետ իմ ով ասած լրագրող է, էլի գիտեք։ Գիտեմ, որ հին աշխարհակարգը, այսպես ասած, քանդվել է վաղուց եւ խոսում են ուժի, այսպես ասած, դիրքերից, բայց ես մի բան ասեմ, ժողովուրդ, տենց որ ասում էր, որ հին աշխարհակարգը, ասեք, ձեռս փոխեմ հոգնեցի։ Այ, որ հին աշխարհակարգը քանդում է, ինձ թվում է միշտ էլ եղել է ուժի դիրքը։ Որովհետև տեսեք, մենք ուժեղ էինք, Ադրբեջանի 20%-ը մեր ձեռն էր։ Այսպես ասած, եւ նաեւ Ղարաբաղը, որը ես երբեք Ադրբեջան չեմ համարել, դաշնակիցը օքեյ էր այդ մտքի հետ, կարողանում էինք ինչ-որ մի ձև յոլա տանել այդ գործը, ուժեղ էինք, այդպես ասած, եւ կարողանում էինք տակից դուրս գալ։ Հետո թուլացանք, տակից դուրս եկանք, այդքան բան։ Հիմա այդ աշխարհակարգը փոխվեց, հիմա ուրիշ է, վաղ ուրիշ էր։ Միշտ էլ նույնն է եղել, էլի։ Երբ որ ուժեղ ես, կարողանում ես, այսպես ասած, ինչ ուզես անես, ստիտ ուզած անում ես։ Եվ հիմա եթե ուժից խոսենք, տեղափոխվենք մի քիչ այլ դաշտ։ Լսեցի առաջի ալիքով երկու հետաքրքիր ծրագիր։ Մեկը խոսում էր Խզմալյանը, պարոն, դա ոնց էր գոչվում այդ կազմակերպությունը։ Տիգրան Խզմալյանը չի, այն մյուս Խզմալյանն էր։ Հանրային խորհրդի նախագահ, հա, հիշեցի։ Եվ հետո մի ծրագիր էլ տեսա, որը որ խոսում էր պաշտպանության նախարար պարոն Պապիկյանը։ Հիմա անդրադառնանք Խզմալյանի ծրագրին։ Հարց տվեցին եթերում Պետրոսը, թե մի նախաձեռնություն կա, հիշում եք, որ վարչապետը ասեց, եկեք հավաքենք մի հատ խումբ, գնանք տեսնենք ինչ զենքեր ենք առել։ Հա։ Գիտեք ինչի է նման, որ չգիտեմ, ասենք ինչ որ մեկը Պուտին ժամանակ տենց էր ասում եք, արա ասում եք, բանի կողքի Հայաթի Սուրենչիկի պապան թազա 06 հարեք, գնանք նայենք։ Ու գնում նայում ենք, ասում, արա թազա էլ ռիվ բան, տես բան։ Նույն էլ դա խուսափելուց, այսպես ասած,
քննադատություններից եւ այն խոսքերից, որ չենք զինվում, ես ենք անում, մենք ենք զինվում, Փաշինյանը որոշել է մի խումբ թույլ տա, որ գնան նայեն, թե ինչ զենքեր են բերել Հայաստան։ Եվ Խզբալյանը պատմեց, որ թույն զենքեր են բերել, շատ լավն է, անգամ չի էլ կարող ասել ամեն ինչը, եւ այդ հանրային խորհրդի մեջ կային նաեւ շատ այլ մարդիկ, ոնց հասկացա, որոնք որ նաեւ կարող այնքան է Փաշինյանի աջակիցները չեն, եւ պատմեց զենքերի մասին, շատ լավ, խրոխտ, մենք էլ լսեցինք, ասենք դե լավ է, ուրեմն զինվում են։ Գիտեք մեր դարդը որն է։ Մեր դարդը ինչի որ զինվում են կամ չենք զինվում, որովհետև իրականում, որպես ասենք հասարակ մարդ, որ ասենք Հայաստանի քաղաքացի հա լսում է, դու տեսնում ես միայն մեկ կարծիք։ Լսում ես մի մարդու, որը որ մասնագիտությամբ եթե չեմ սխալվում Խզբալյանը թատերագետ է, ամենայնիվս թատրոնի հետ կապ ունեց է, ինստիտուտից բանից գիտեմ էլի տենց, հա։ Նայում ասում ամեն ինչ սենտր է, զենքերը բերել են, լավ է, ժողովուրդյան արխային։ Եթե մենք ունենայինք ընդդիմություն, էլի կպնեմ դրանց, էլի, ասենք, այդ ընդդիմությունից էլ մարդիկ կլնեին, նորմալ, ադեկվատ, որոնք ոչ թե ասենք խոսում են մենակ իշխանությունը փոխելու մասին, որ թող սրանք գնան, մենք գանք նստենք, լավ կլինի, հա։ Այլ ընդդիմություններ, գնար, ինքն էլ նայեր, երկու կարծիք հայտներ, նաև լիներ, չգիտեմ, մասնագետներ ռազմի գործի, հա, որ ասեր, հա, ժողովուրդ ջան, չենք կարող ամեն ինչ ասենք, բայց գիտեք ինչ, հա, իրականում իսկապես process կա ինչ-որ, եւ այլն։ Դու լսում ես մենակ կարծիք, որը որ իշխանության կարծիքն է։ Դու գիտեք, չի ասենք, կան տենց ոլորտներ, որտեղ որ դու եթե դու շահ ունես, նույն դատական իշխանությունում կամ նույն ասենք տարբեր, եթե դու շահառու ես, այսպես ասած, քո կարծիքը հաշվի չեն առնում։ Եվ մենք ունենք մենակ մի կարծիք, որ ամեն ինչ լավ է, զինվել եք, ես չեմ ուզում, մայիս ճիշտ հասկացեք, չեմ ուզում դեվոլվացիայի ենթարկել Խզբալյանի խոսքը, բացարձակ։ Իրան կոնկրետ վատ բան չեմ լսել այդ մարդու մասին, դե որ ասում է երևի թե տենց իսկապես ինչ-որ բան կատարվում է, որի մասին մենք ենք անել տեղյակ չենք, ու պետք է չի տեղյակ լինենք, մեկա չենք հասկանա ոչ մի բան։ Եվ ստեղից էլ ենթադրություն ես անում, որ Ալիևը եթե մինչև միջի հարցակվել, ուրեմն ոչ միայն դաշնակիցների շնորհքն է, այլ նաև մեր ուժեղացող բանակի շնորհքն է, որ թանկ կնստի իր վրա, զուտ ենթադրությունների դաշտ ես ենք գնում, էլի։ Բայց եթե ունենա այն ընդդիմություն, իսկ այդպիսի խմբերը, որ հավաքում են գնան տենց լուրջ տեղ նայեն, բան, չգիտեմ էլի որևէ երկրում կա տես բան, որ հավաքվեն գնան տես բաներ տեսնեն, էլի։ Երևի թե ենթադրում է նաև, որ դա ընդհանուր շահ է, որովհետև եթե նավը խորտակվում է, դա չի հարցնելու, ասենք, ընդդիմություն ես, պատերազմը ընդհանուր գործ է, չէ, ընդհանուր պետության գործն է։ Բայց այդտեղ չկա այդ ընդդիմություն ասածը չկա։ Ես չգիտեմ ում շնորհքն է, որ չկա, պետությունը չի ասել գնանք միասին նայենք, թե իրանք են ասել, որ ձեր այդ տուֆտա, այսպես ասած, այդ միջոցառումներին մենք չենք մասնակցում, որովհետև մենք վեհ ենք, ոնց որ չեն գալի բանավեճի Փաշինյանի հետ, տենց էլ ասենք ստե ասում, չէ, մենք դուք ով եք, որ մենք գանք ձեր առած զենքերը նայենք, չգիտեմ, իսկապես չգիտեմ, ինչու չկա երկրորդ կարծիք, բայց փաստ է, որ չկա երկրորդ կարծիք։ Իսկ ես որպես բանական մարդ մի անգամից գնում եմ Կասկածների գիրկը։ Ու սկսում եմ ասել, այդ ինչ որ տեսել եք մուլյաժ է, այդ ինչ որ տեսել եք տուֆտա զենք է, այդ ինչ որ տեսել եք ասում եք, որ ընտրություններին ձեզ ընտրենք, չէ, միլիոն բան կարամ ասեմ, տեսեք ինչքան ասենք, ինչքան բան ասեցի, եւ մի քիչ ավելի մանիպուլյատիվ մարդ, որը որ զբաղված է դրանով, իսկ մենք գիտենք, որ կան այդպիսի ալիքներ կան, եկա ռեսուրս կա, կարա հիմա միլիոնատ բան ասի։
Եվ անգամ եթե ես գնայի իմ աչքով տեսնեի, ես չէի կարող կարծիք հայտնել, որովհետև ես ծառայել եմ բանակում 40 տարի առաջ, կրակել եմ տրաքած 57 մմ-անոց թնդանոթից, հա, որ միած նարյադը ասենք 7-8 կիլո էր, հա, մինչև դնում էինք պորտներս են գնում էր, մինչև քաշում էինք, մինչև ագոնь, ման ասենք խլանում էինք այդ ձենից, հա, ասենք ոչ մի կարծիք չեմ կարես հայտնել, որպես դասակի հրամանատար անգամ, հա, ասենք, այդ տուֆտադասակի հրամանատար էի կոչվում, ես, պատկերացնում եք ես, նվաստս։ Համենայն դեպս հասարակությանը հանգստացնելու համար, թե ինչ, այդպիսի որոշում կայացվեց, որ եկեք կազմենք քաղաքացիներից մի խումբ եւ հանրային խորհրդի հետ միասին, նախագահի հետ միասին, գնանք այդ զենքերը նայենք, տեսնենք, ասենք ամեն ինչ լավ է։ Դա այդպես, ինչ ասեմ, հուսամ, որ, ասենք, իրականում է տենց հա, իսկ ես օպտիմիստ եմ, ու ես զուտ նայում եմ, գիտեք, տրամաբանորեն եմ նայում, հա, եթե մինչև հիմա չկա պատերազմ, դա միայն դաշնակիցների շնորհիվ չի կարա լինի։ Դա նաև նրա շնորհիվ է, որ բանակում ինչ-որ պրոցեսներ են կատարվում, ու ասում են նաև, որ կան վերապատրաստվողներ, գնում են վերապատրաստվելու, համ Հունաստան, համ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այդ տեսնում եք, որ թե ընդդիմությունը մարտելն էին, ասենք, կարծիք կունենանք, ասեն, չի օրինակ ինչի եք Հունաստան գնում, եկեք գնանք, չգիտեմ, Ջահենամստան, այնտեղ էլ մենք բաներ ունենք, ռեսուրսներ ունենք, որ կարանք այդ Ջահենամստանում էլ, ասենք, վերապատրաստվենք, իշխանությունը կասեր չէ, Հունաստանը ավելի լավ է, քան Ջահենամստանը, կասեն հա, ինչ-որ դիսկուսիա կծավալվեր, իսկ այդ ուռոդները մենակ եկեք փաշիներին փոխենք, մենք նստենք, որ լավ է, էտա։ Մենք մեր ձևով կանենք ամեն ինչ, ախր դուք վատ եք անում, մենք ենք անելու, ասեմ։ Լուրջ բան է կատարվել, այդ երկրում գնացել են, եկքան ինչ-որ օբյեկտներ են նայել, բաներ են նայել, եւ մեզ պատմում են դրա մասին, մենք այնպես լոխի նման նայում ենք, ասում ենք, հա, դե որ ասում են, ուրեմն մի բան կա էլի, այդ մակարդակի ամեն ինչ արվում։ Եվ դա մեծ հաշվով, էլի, իշխանության մեղքն է, որ ժամանակին այս ընդդիմություն կոչվածին ինքը չչեզոքացրեց, չեմ ասում տար, սպաներ, բռներ, սաղի, չէ, ես դա երբեք չեմ ասել, ինձ դանում են մեղադրում, ասում են, դու ինչ ա, ուզում ես, որ սաղին ու գնդակ, չէ, բացարձակ չեմ ուզում գնդակ արեին, բայց պետք է զրկեին իրանց, պետք է զրկեին քաղաքականությամբ զբաղվելուց, որպեսզի այսօր ունենայինք ընդդիմություն, արտաիշխանական ընդդիմություն, որը որ կարծիք կունենար, քիլներ կասեր, երկու կարծիք խփեինք իրար, հասկանայինք ինչա կատարվում, բայց մենք չենք հասկանում ինչա կատարվում, իրականում իսկապես չենք հասկանում։ Այդպես։ Հա, հետո խոսեց մի հատ ուրիշ ինտերվյու կար պարոն Պապիկյանը, բաներ, պաշտպանության նախարարն է։ Հարց տվեց Պետրոսը, բա այդ որ 1.5 տարի ա լինելու այդ ոնց է դիմություն ասում, որ կրճատվում է բանակի թիվը, բացատրեց մարդը, որ չի կրճատվում, որովհետև դրանցից մեծ մասը, գնա մի 5000 հոգի մնացել է որպես պայմանագրային զինվոր։ Եվ պայմանագրային դա պրոֆեսիոնալ ասենք են բանն է, զանգվածն է, որը որ ոչ թե 18 տարեկան երեխեքն են կանգնելու սահմանին հանդրանք են կանգնելու, մի քանի տարի հետո երևի թե չգիտեմ կամ հիմա արդեն կանգնած են, չգիտեմ։ Եվ դա ձերն է, շնորհակալություն։ Եվ դա այնա որ ես այն ժամանակ էլ ասում եմ, որ բանակը պետք է լինի պրոֆեսիոնալ հիմունքների վրա, որը որ կողքից պետք է կարող է օգնեն նաև զինակոչիկները, հա, երկու տարվա ծառայողները կամ 1.5 հիմա արդեն 1.5 տարվա ծառայողները։ Եվ դա ես ոնց հասկացա, վաղուց է դա այդ խնդիրը բարձրացված եւ դա էլ բացատրեց։ Այստեղ ընդդիմությունը կարծիք ունի իհարկե, բայց չէ կրճատվում է, այդ ասում է չէ չի կրճատվում, որովհետեւ պայմանագրային են լինելու նաև պայմանագրայինների բազան ավելանալու է։
Էտա նայեք այդ ծրագրերը, հետաքրքիր ծրագրեր են։ Կա ինտերնետում, խփեք Պապի Գարխզմալյան բան, կբերի եւ ունեցեք ձեր կարծիքը, խնդրում եմ ձեր կարծիք գրեք։ Ինձ դա էլ է հետաքրքիր, որովհետեւ այդ կարծիքների վրա է որ հավաքվում է հետագա եթերները։ Էտա ժողովուրդ ջան, ցավոք ընտրություններին էլի կանգնելու ենք սևի ու սպիտակի արանքը, ոչ մի ուրիշ բան չեն կարողանալու ընտրենք, այն զանգվածը, որը որ զզվում է բոլորից, ընտրությունների չի գնա, ես սարսափով կամաց ինձ վերագրում եմ հենց այդ զանգվածին, բայց զուտ որպես քաղաքացի երևի թե կգնամ ընտրություններին եւ ընտրությունները կկատարեմ, եւ այս ընդդիմություն ասածը շարունակում է խանգարել ինչ-որ process-ի կազմավորվանը, ինչ-որ քաղաքական process-ի գոյացմանը։ Դրա մասին հազար անգամ խոսել եմ, զահլա չունեմ, չեմ ուզում։ Հուսամ, որ այն ամեն ինչ, որ ես լսեցի բանակի եւ զինվելու մասին, գոնե 30%-ը ճիշտ է եւ սուտ չի, էլի կրկնեմ, որ ցավոք օբյեկտիվ կարծիք չեմ կարող կազմել դեռ, եթե ունեք, սիրելի հետևորդներ, էդ էլ ասեմ, եթե ունեք այլ կարծիք այդ թեմայով, եթե այդ խմբի մեջ, որը Խզմալյանի հետ գնացել է, կան ինչ-որ այլ adekvat մարդիկ, ոչ թե Նիկոլին փոխեք, դա մենք նստենք, որ մենք լինենք, հա, կամ այն մակարդակի մարդիկ, որ Ռիտա Սարգսյանը սաղ է, դու գիտեք ստեյա, լոսում է, սաղ է Ռիտա Սարգսյանը, էդի տենց խափում են, որ մեռել է, էլի, հա, տենց զանգվածել կա դեգեներատների, էլի, հա, adekvat եթե նորմալ մարդ կա, խնդրում եմ արձագանքեք, այդ եթերներին նայեք, արձագանքեք, եթե այդ խմբից մարդ կա, հա, հենց ով որ նայել է, տեսել է, իսկապես այդքան հետաքրքիր էր, թե չգիտեմ, ասենք տարել էին մեծ հայրենական պատերազմի ինչ-որ գործարան, բան ցուցահանդես եւ ցույց են տվել մուլյաժներ։ Նա իհարկե չարկատակ էր, բայց հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Վերջ կնոպկան չգիտեմ, ինչով սխմեմ կնոպկան, ես իմ երկու ձեռքս զբաղված եմ, թե շտացիված թե ձեռս։ Լավ, գուսարի մալչած։ Կթով կսխվեմ, կթով։